ինչպիսին է այնտեղ մարդկանց վերաբերմունքը այս իշխանությունների նկատմամբ, որի ղեկավարը օրինակ ազգային ժողովի ամբիոնից ոչ կառուցողական է խոսում, վիրավորական արտահայտությունները հնչեցնում եւ դա օրինակ լսում է հանրությունը, կապ չունի դրա հասցեատերը ով է, օրինակ ասենք, երբ որ պատգամավորներին ասում է համբալներ, դա ինչ արտերկրում ինչպիսի դիրքորոշում է ձևավորվում։ Ուրեմն տեսեք, դուք որ ասում եք արտերկրում ինստիտուտում, այնտեղ բան գոյություն չունի, կան տարբեր համայնքներ, տարբեր անհատներ, տարբեր կազմակերպություններ, ամեն մեկն ունի իր մոտեցումը, ամեն մեկն ունի իր տարբեր այսպես վարկածները եւ քաղաքական նաեւ տեսանկյունները։ Ընդհանուր առմամբ նորմալ մարդիկ, երբ որ մեկ այլ անձը նկատմամբ վիրավորական արտահայտություն ունենում, բնական է, որ բացասական է վերաբերվում, բայց դա վերաբերում է բոլորին։ Այդ թվում Նիկոլոսին։ Այդ թվում բոլորին։ Ուզում եմ ասել, դուք հիմա էլի քաղաքական հայտարարության տեքստով հարց տվեցիք, ես ձեր հարցին չեմ պատասխանում, որովհետև ձերը դուք մի ուղղություն եք տանում։ Չէ, ոչ մի ուղղություն չեք տանում, մենք դատապարտում ենք եւ ընդդիմադիրների վարչագիծը խորհուրդ տանում Հայոյանքի մշակույթը, որը այսպես արմատացել է արդեն Հայաստանի քաղաքական օրակարգում։ Դե այդ դեպքում, եթե այդ է ձեր հարցը, մենք համամիտենք, որ միջին ստատիստիկայի մարդը, լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում, բնականորեն դրականորեն չի նայում, երբ որ մարդիկ իրավահայտվում են կամ վիրավորվում են եւ այլն։ Օրինակ, երբ արտասահմանում դրսում ձեր դեմ Նիկոլ Փաշինյանի այցով պայմանավորված բողոքի ակցիաներ են իրականացնում խաղաղ, այդ մարդկանց մուտքը Հայաստան արգելվում է, այս պահին էլ կան արգելված, բայց մարդկանց մուտքը արգելված է Հայաստան, բայց մարդկանց մուտքը արգելված է եւ դուք եք դրա հովանավորը։